Ղուկասարյան, Եղվարդի խճուղում տարվող աշխատանքների վերաբերյալ խնդրում եմ տեղեկատվություն տաք։ Պարոն քաղաքապետ, Եղվարդի խճուղում զուգահեռ 3 պրոյեկտ է իրականացվում, որոնցից առաջինը Գազպրոմ Արմենիայի կողմից է իրականացում գազաֆիկացման աշխատանքներ, նոր խողովակաշարի անցկացման պրոցեսն է, դրանից բացի քաղաքապետարանի ծրագրով ռոռոկման գծի անցկացման պրոցեսն է եւ մեկ պրոյեկտ կա մասնավորի կողմից կոյուղատար համակարգի անցկացման պրոցես է իրականացում։ 3 ուղղությամբ էլ վարչահարություն է իրականացվել, այս պայծությամբ արդեն աշխատանքները ակտիվ կերպով շարունակվում են, որպեսզի ասֆալտբետոնյա ծածկույթը վերականգնվի նախնական տեսքին։ Ուրբաթ շաբաթ աշխատանքները Գազպրոմ Արմենիայի կողմից, ինչպես նաև ռոռոկման գծի, նաև մասնավորի կողմից աշխատանքները ընթացել են։ Սա ի շարունակություն մեր նախորդ քննարկման եւ նախորդ գործակարգավարականի թեմայի, որ այս տեսակ աշխատանքները բացի նրանից, որ պետք է իրականացվեն պատշաճ ժամանակին, նաեւ պետք է իրականացվեն բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ, այն կանոնների, որոնք որ սահմանել է Երևան քաղաքի ավականին, եւ այստեղ եւս մի խնդիր արձանագրեմ, արդեն Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեի պողոտայում սենց էլի բաց ավազը դրած է մայթերի կողքը եւ դա անընդունելի է, պարոն Մխիթարյան, հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել։ Շնորհակալ եմ Պարոն քաղաքապետ, թույլ կտաք մի փոքր տեղեկանք ձեզ ներկայացնեմ, ընթացիկ շաբաթվա ընթացքում ձեր հանձնարարականից հետո ընդհանուր թվով 18 արձանագրություն է կազմվել տարբեր շինարարական աշխատանքների ուղղությամբ, այսինքն ամբողջ քաղաքով բոլոր վարչական շրջանների կողմից իրականացվել են այդ արձանագրման եւ տուգանման պրոցեսները։ Նաեւ ուզում ասեմ, որ ահագին մեծ թվով մենք շուրջ 18 հատ ծանուցում ենք ուղարկել բոլոր վարչական շրջանների կողմից գումարային, որպեսզի այս շաբաթվա ընթացքում նույնպես արձանագրություններ կազմվելու։ Շատ լավ, շնորհակալ եմ, երկհաղլույս։